Սիստեմատիկաբար անդրադառնում ենք գրեթե ամեն հաղորդմանը, ինչ է տեղի ունեցել 44-օրյա պատերազմի ժամանակ, ինչ է տեղի ունեցել դրանից հետո։ Այսօր մենք ուզում ենք անդրադառնալ Կամո Վարդանյանին, ում մականունն է Թիվ, վերջինս ՀՀՊՆ, այսինքն Սուրեն Պապիկյանի խորհրդականն է։ Ես հիշեցնել եմ, որ ինքը երթևեկում է Land Cruiser-ով, որը որ Ղարաբաղի բյուջեից արված է, այսինքն եւ ինքն է նման մեքենայով ֆռում եւ բանպաշտպանության նախարարը։ Կամո Վարդանյանը 800 միլիոն դրամ փող ստացել Արցախի բյուջեից, մենք դրա մասին ասել ենք, cash, որ իրեն տվել են կանխիկ։ Ուրեմն ես սրա մասին խոսեցի երեկ, երբ հյուրընկալվել էի հեռուստաընկերությունում, նույնը ուզում եմ կրկնել հիմա։ Ուրեմն Դրամբոյի տանկային բրիգադ, որը որ ցույց տվեց ընկեր Ալիևը, որտեղ որ կանգնած էր $1.5 միլիարդ ընդհանուր սպառազինություն։ Հիշեցնեմ, որ Արցախի վերնախավը մեկ ստորակ դաշնակ բոզի տղեկով, մեկ ստորագրությունով հանձնելով Արցախը, Ադրբեջանին թողեցին $1.5 միլիարդ սպառազինություն, որից որ տպավորված էր անգամ Ադրբեջանի ղեկավարությունը։ Եվ ոչ մեկ չհամարձակվեց այդ սպառազինությունը պայթացնել, վառել, ոչնչացնել, ոչ, ավելին, Արցախի ուժային կառույցի ղեկավարները արեցին հնարավորինս եւ անհնարինը, որ հանգարց մի հատ բոլտ, մի հատ շուրուպ, մի հատ կնոպկա զինտեխնիկայի վրից չվնասվի։ Ոնց կա, այտենց ցելոֆանով հանձնեցին ադրբեջանական բանակին։ Ուրեմն 19-ից 25 սեպտեմբերի 2023 թվական